Բարև ձեզ ընկերներ, թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի, և թող Սուրբ Հոգին առաջնորդի Տեր Հիսուսի եկեղեցուն, առաջնորդի բոլոր նրանց, ովքեր Աստծո արքայության մեջ են բնակվում։ Սուրբ Հոգին, նա, ով առաջնորդում է մեզ դեպի Տեր Հիսուսի արքայությունը, և այդ արքայությունը նույնպես այստեղ, այս երկրի վրա է։ Թող Սուրբ Հոգին բացի ձեր բոլորի հասկացողությունը, որպեսզի կարողանաք նրա խոսքը հասկանալ։ Երեկ ես մտածում էի Աստծո խոսքի շուրջ և կցանկանայի կիսվել ձեզ հետ այսօր, որովհետև դա մեծ հաճույք է, երբ մենք կարդում ենք Աստծո խոսքը և մտածում ենք այդ խոսքի շուրջ, և Աստծո խոսքը նրա համար չէ, որպեսզի ևս մեկ տեղեկություն ստանալ, այլ երբ մենք կարդում ենք այդ խոսքը, մենք փնտրում ենք այդ խոսքի հոգին, որովհետև ինչպես որ գրված է, ուղղակի տառերը սպանում են, բայց Աստծո խոսքի հոգին, այդ հոգին կյանք է տալիս։ Ուրեմն, երբ մենք կարդում ենք Աստծո խոսքը և պատասխաններ ենք փնտրում, հարցեր ենք տալիս, մենք ասում ենք Աստծուն. Տեր, այստեղ ինչի մասին է խոսքը, սա ինչ է նշանակում, և մենք ստանում ենք մեր հարցերի պատասխանը։ Շատ հաճախ ես լսում եմ մարդկանցից. մարդիկ այսպես են ասում. Եպիսկոպոս, ես ամեն ինչ արել եմ, ինչ որ միայն հնարավոր է, ես դա արել եմ, որպեսզի ստանամ Սուրբ Հոգուն։ Ամեն ինչ արել եմ և մինչև հիմա չեմ ստացել Սուրբ Հոգուն։ Ո՞րն է պատճառը, ինչ չի հերիքում, որպեսզի ստանամ Սուրբ Հոգուն։ Ուշադիր եղեք, ես փոքր օրինակ կբերեմ։ Երբեմն մենք ինչ որ նորություններ ենք ստանում, դրանք շատ անսպասելի են մեզ համար լինում։ Նույնիսկ կարող եմ ասել, որ այդ նորությունը կարծես թե դժոխքից է եկել։ Եվ այդ ամենի նպատակն այն է, որպեսզի մենք հուսահատվենք, մեր ներսում կասկած լինի, որպեսզի մեր ներսում անհանգստություն լինի։ Եվ այդ նորությունները, այդ մտքերը հենց դժոխքից են գալիս, նույնիսկ եթե դուք պատրաստ չեք դրան։ Մտածում եմ, որ ձեզ հետ նույնպես այդպիսի բաներ են եղել։ Եվ այդ պահերին ես հենց այսպես եմ մտածում։ Սրանք իմ անձնական մտքերն են։ Եվ իհարկե մենք բոլորս էլ այդ իրավիճակների պատճառով անհանգստանում ենք, մեր սիրտը լցվում է տարբեր զգացմունքներով, որովհետև սիրտը զգացմունքային է։ Մարդու սիրտը և հոգին զգացմունքային են։ Եվ այդ պահին, երբ այդ անսպասելի նորություններն են գալիս, այդ պահին ես միանգամից ասում եմ. Տեր, ես մեղքի մեջ չեմ։ Ես չեմ ապրում մեղքի մեջ։ Իմ խիղճը մաքուր է։ Ուրեմն ինչից ես պետք է վախենամ։ Աստված գոյություն ունի, և նա գիտի այն ամենի մասին, ինչ որ տեղի է ունեցել։ Նա հասկանում է այդ իրավիճակը և նույնպես գիտի, որ ես մեղքի մեջ չեմ։ Ուրեմն ինչից պետք է վախենամ։ Ոչնչից։ Իհարկե, եթե մենք ինչ որ մեկին պարտքենք, այդ ժամանակ այո, մենք անհանգստանում ենք։ Բայց եթե մենք ոչ ոքի էլ պարտք չենք, ինչ է կատարվում։ Մենք ոչնչից էլ չպետք է վախենանք։ Եթե մենք իրապես ծառայում ենք կենդանի Աստծուն, երբ մենք կարդում ենք նրա խոսքը, կատարում ենք և նույնպես կիսվում ենք այդ խոսքով այլ մարդկանց հետ, մենք անում ենք այն, ինչ որ Աստված է կամենում։ Եվ կատարելով Աստծո կամքը, մենք ոչնչից չպետք է վախենանք։ Եվ ահա այն հարցի պատասխանը, երբ մարդիկ ասում են. ես ամեն ինչ արել եմ, բայց դեռ չեմ ստացել Սուրբ Հոգուն։ Ես երեկ մտածում էի այս խոսքերի շուրջ, որոնք Գործք առաքելոցում են գրված։ Գործք առաքելոցի առաջին գլխում գրված է. այստեղ Աստծո ծառան այսպես է գրել. առաջին գլուխ և առաջին խոսքից.
Առաջին գիրքը, որ գրեցի, այն ամենի մասին էր, ով Թեոփիլ է, ինչ Հիսուսը սկզբից արեց և ուսուցանեց, մինչև այն օրը, երբ Սուրբ Հոգու միջոցով իր ընտրյալ առաքյալներին պատվիրեց և համբարձվեց, որոնց իսկ իր չարչարանքներից հետո բազում ապացույցներով, կենդանի ներկայանալով 40 օրերի ընթացքում հայտնվեց նրանց և Աստծո արքայության մասին խոսեց։ Իր հարությունից հետո Հիսուսը ևս 40 օր հայտնվում էր առաքյալներին, և այդ բոլոր մարդիկ տեսնում էին Հիսուսին, և Հիսուսը նրանց հետ ինչի մասին էր խոսում, Աստծո արքայության մասին։ Դա շատ ուժեղ է։ Մենք մեր եկեղեցում Աստծո արքայության մասին ենք խոսում արդեն 2 շաբաթ։ Ինչպես որ իր հարությունից հետո Հիսուսը այդ 40 օրվա ընթացքում, հայտնվելով բոլոր աշակերտներին, խոսում էր Աստծո արքայության մասին։ 4-րդ խոսքում հաջորդն է գրված. Որքան ժամանակ որ միասին էին, Հիսուսը նրանց պատվիրում էր. «Չհեռանաք Երուսաղեմից, այլ հոր խոստմանը սպասեք, ինչպես որ ինձանից լսեցիք»։ Հիսուսը նրանց բոլորին այդ խոսքը տվեց, որպեսզի նրանք չհեռանան։ Եթե դուք հիշում եք, նա հայտնվել էր 500 մարդկանց։ Եվ իհարկե, ինչպես որ Հիսուսը խոստացել էր, 50 օր հետո, Պենտեկոստեի օրը, Սուրբ Հոգին իջավ աշակերտների վրա։ Եվ ինչպես որ կարդացինք, Հիսուսը հրամայել էր, կարող ենք այդպես ասել, որպեսզի նրանք չհեռանան Երուսաղեմից, այլ սպասեն այն խոստմանը, որը Հիսուսը բացել էր նրանց, որովհետև չնայած Հովհաննեսը մկրտում էր ջրով, իսկ դուք սրանից ոչ շատ օրեր հետո կմկրտվեք Սուրբ Հոգով։ Սա արդեն 5-րդ խոսքում է։ Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին ասելով. «Տեր, այս ժամանակ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։ Այլ խոսքերով, աշակերտների անհանգստությունն ինչու՞մ էր։ Իսրայելի թագավորության մեջ։ Նրանք այս աշխարհի մասին էին մտածում։ Մտածում էին ֆիզիկական արքայության մասին։ Բայց ուշադիր եղեք, Աստծո արքայությունը ֆիզիկական արքայություն չէ, այն հոգևոր է։ Եվ Աստծո հոգևոր արքայությունը գալիս է մարդու մոտ, երբ մարդը ստանում է Սուրբ Հոգու մկրտությունը։ Երբ ես մկրտվեցի Սուրբ Հոգով, Աստծո արքայությունը մտավ իմ ներսը։ Եվ այդ նույնը եղել է բոլոր նրանց հետ, ովքեր ստացել են Սուրբ Հոգուն։ Ինչպես որ ասացի, այդ արքայությունը հոգևոր է։ Եվ այդ արքայությունը բոլորի համար է գալիս։ Ինչպես որ Հիսուսը բոլորի համար է եկել, բոլորի մոտ, բայց ոչ բոլորն են ընդունում նրան։ Ոչ բոլորն են համաձայնվում և ցանկանում այդ արքայությունը։ Մարդիկ ցանկանում են այս աշխարհի արքայությունն ունենալ։ Մարդիկ միայն բարգավաճում են ցանկանում, ֆինանսական լավ կյանք, միայն առողջություն, ընտանիք, մեծ և գեղեցիկ տուն, ֆիզիկական և ֆինանսական օրհնություններ։ Այն մարդիկ, ովքեր այս աշխարհի արքայության մեջ են ապրում, նրանք միայն այս աշխարհի բաներն են ցանկանում, ինչ որ մենք թվարկեցինք։ Այդպիսի մարդը հենց այս ամենն է ցանկանում և իր հույսը այս աշխարհի օրհնությունների վրա է դնում։ Բայց միայն սա չէ, որ Աստված պատրաստել է մեզ համար։ Ամենակարևորն, ինչ որ Աստված ցանկանում է, դա նրա արքայության հաստատումն է մարդու ներսում։ Ինչպես որ տեսնում եք, այս աշակերտների անհանգստությունը միայն դրա մասին էր, այս աշխարհի արքայության մասին։ Եկեք մի անգամ էլ կարդանք։ Աշակերտներն իրար միացան և նրան հարցրին ասելով. «Տեր, այս ժամանակ ես Իսրայելի թագավորությունը վերահաստատելու»։
Եվ Հիսուսն ասաց նրանց. Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներ իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ Այլ խոսքերով, մի անհանգստացեք և մի մտածեք, թե ինչ և երբ է կատարվելու։ Դուք ովքեր ցանկանում եք ստանալ Սուրբ Հոգուն, հնարավոր է դուք այդ նույն անհանգստությունն ունեք, այդ նույն մտքերը։ Դուք մտածում եք, երբ է դա լինելու։ Տեր, երբ եմ ես մկրտվելու։ Որքան դեռ պետք է սպասեմ։ Մարդիկ երբեմն այդպիսի հարցեր են տալիս և դժգոհում են։ Այդպիսի մարդիկ միայն կասկած են ցույց տալիս։ Նրանց ներսում հավատ չկա։ Եվ այդ կասկածների պատճառով մարդու ներսում միայն անհանգստություն է։ Բայց հակառակը, դուք պետք է հավատաք այն ամենին, ինչ որ Աստված խոստացել է։ Եվ այդ հավատը մեր մտքում է։ Հավատը սրտից չի գալիս։ Երբ դուք կարդում եք Աստծո խոսքը և հավատում եք, և մեր սիրտը մեծ ուրախությամբ է լցվում, երբ մենք հասկանում ենք Աստծո խոսքը։ Եվ ինչու է այստեղ Հիսուսն ասում, որպեսզի չանհանգստանանք այն ամենի մասին, ինչ որ տեղի է ունենալու, որովհետև շատ մարդիկ, նրանք ցանկանում են տեսնել, որպեսզի նոր հավատան, տեսնել, որպեսզի հավատալ։ Բայց երբ Աստված առաջարկում է իր արքայությունը, այդ ժամանակ հարկավոր չէ տեսնել, որպեսզի կարողանաք հավատալ։ Հարկավոր է Աստծո խոսքն իմանալ։ Եվ Հիսուսն այստեղ այսպես է ասում, շարունակենք կարդալ. Եվ Հիսուսն ասաց նրանց. Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, որ Հայրն իր իշխանությամբ սահմանեց։ 8-րդ խոսքում. Բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա։ Եվ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։ Ուրեմն իմ ընկերներ, եթե դուք ունեք այդ կասկածները, այդ հարցերը և անհանգստությունները ձեր ներսում, թե երբ է կատարվելու, երբ եք դուք մկրտվելու Սուրբ Հոգով, դեռ որքան պետք է սպասեք։ Երբ մարդն այդպիսի հարցեր ունի իր ներսում, կարծես թե նա հարցնում է, երբ եմ ես ամուսնանալու։ Երբ պետք է իմ կյանքը փոխվի, երբ պետք է լավ աշխատանք գտնեմ, երբ պետք է լավ աշխատավարձ ունենամ, երբ լավ մեքենա կունենամ, երբ պետք է այս խնդիրներս լուծվեն։ Իմ ընկերներ, այս բոլոր դժգոհությունները ավելի շատ կասկածներ են բերելու ձեր կյանք, ավելի շատ կասկածներ և անհանգստություններ։ Դուք պետք է հանեք ձեր ներսից այդ կասկածները, հանեք այդ բոլոր հարցերը։ Ինչպես որ Հիսուսն այստեղ ասաց. Ձեր գործը չէ ժամերն ու ժամանակներն իմանալը, բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա։ Դա հենց Աստված է մարդու ներսում, Աստծո ամբողջ զորությունը և իշխանությունը։ Հենց այստեղ Աստծո խոսքը երաշխիք է տալիս, երաշխավորում է, որ Աստված ցանկանում է բնակվել ձեր ներսում։ Եվ այդ երաշխիքը մարդու կողմից չէ։ Այս խոստումը հենց Հիսուսի կողմից է։ Հենց Աստված է խոստացել այս ամենը։ Եվ այդ ժամանակ այո, երբ դուք հավատում եք, որ դա հենց Աստծո կողմից է, որ այս խոստումը հենց Տեր Հիսուսն է տվել, Աստծո խոսքը երաշխավորում է, որ Սուրբ Հոգին ցանկանում է բնակվել մեր ներսում։ Այդ ժամանակ դուք կարող եք ասել. Տեր, ես թողել եմ մեղքը, ինչ որ ես կարող եմ, ես արել եմ։ Ես ծոմ եմ պահել, ես ապաշխարել եմ և իմ կյանքն եմ քեզ տվել։ Ես ներել եմ բոլոր նրանց, ումից որ վիրավորված եմ եղել, և իմ խիղճը հիմա շատ մաքուր է։ Ես այլևս ոչ մի չար բան չունեմ ոչ ոքի դեմ։ Ուրեմն էլ ինչ չի հերիքում, որպեսզի ստանամ Սուրբ Հոգուն։ Երբ դուք այդպես եք աղոթում և կենտրոնանում եք այն ամենի վրա, ինչ որ գրված է, և ասում եք Աստծուն. Տեր, սա դու ես ասել։
Դուք զորություն կստանաք, երբ հոգին ձեզ վրա գա, եւ դա հենց Աստծո արքայությունն է մարդու ներսում։ Նրանք, ովքեր Սուրբ Հոգուն են ստանում, նրանք ստանում են Աստծո արքայությունը։ Հենց դա է այն արքայությունը, որը Տեր Հիսուսը խոստացել է։ Ամենասկզբից սկսած, դեռ Աբրահամի ժամանակներից մինչև այսօր։ Բոլորն էլ հենց այդ արքայությանն են սպասել։ Եվ այսօր Աստծո արքայությունը մեր շուրջը չէ, Աստծո արքայությունը հենց մեր ներսում է լինում։ Բայց մարդը ինչի վրա պետք է կենտրոնանա։ Գլխավոր միտքը նրանում չէ, թե երբ է կատարվելու դա, այլ նրանում, որ Տեր Հիսուսը հռչակելով ասել է. բայց դուք զորություն կստանաք, երբ հոգին ձեզ վրա գա։ Եվ եթե դուք ունեք այդ հարցը, եւ հարցնում եք Աստծուց, ինչու ես դեռ չեմ ստացել, ես արդեն բոլորին ներել եմ, ես մաքրել եմ իմ ներսը, ես այլևս պարտք չեմ։ Եվ պարտք ասելով, ես ի նկատի չունեմ ֆիզիկական պարտքերը։ Մարդը կարող է պարտք լինել Աստծուն, պարտք լինել մարդկանց եւ սատանային։ Երբ մարդը մեղքի մեջ է, նա սատանային է պարտք։ Երբ մարդը չի ներում, բայց եթե մարդն արդեն ներել է, ազատվել է իր մեղքերից, եթե մարդը ցանկանում է ճիշտ ապրել, այդ ժամանակ պետք չէ անհանգստանալ եւ անընդհատ հարցնել, թե երբ է լինելու Սուրբ Հոգու մկրտությունը։ Հարկավոր է մինչև վերջ հավատարիմ մնալ եւ սպասել Սուրբ Հոգու գալստին։ Եվ սպասել չի նշանակում, որ մարդն անընդհատ հարցնում է, երբ է դա լինելու, որքան պետք է սպասեմ։ Երբ մարդիկ անհանգստանում են, Տեր, իմ շուրջ այսքան մարդիկ արդեն Սուրբ Հոգով են մկրտվել, բայց ես դեռ չեմ ստացել։ Այդ ամենով դուք անհանգստություն եք ցույց տալիս։ Եվ եթե դուք իրապես արել եք Աստծո կամքը, ինչ որ Աստված խնդրել է, ինչ որ նա բացել է ձեզ, ուրեմն հարկավոր է սպասել, հարկավոր է հավատալ, որ դուք կստանաք, որովհետև եթե դուք արդեն ցանել եք այդ սերմը, հարկավոր է սպասել, որպեսզի հնձեք։ Որովհետև մեր մասը մենք անում ենք, բայց որպեսզի սերմն աճի, այդ ամենն Աստված է անում։ Դա արդեն մեր մասը չէ։ Մարդիկ, ովքեր այդ ամենով են զբաղվում, ովքեր սերմեր են ցանում, նրանք գիտեն դրա մասին։ Երբ սերմը ցանված է, մարդը ամեն օր չի գնում կանգնում սերմի մոտ եւ սպասում, թե երբ է աճելու։ Եթե սերմերը ցանված են, եթե ձեր մասն արդեն արված է, արդեն հարկավոր է սպասել։ Հենց այդպես իմ ընկերներ, սպասեք եւ հավատարիմ մնացեք մինչև վերջ։ Դուք կտեսնեք այդ արդյունքը, ինչ որ Տեր Հիսուսը խոստացել է, կլինի ձեր կյանքում։ Ահա թե ինչ էր Տեր Հիսուսն աշակերտներին ասել. Չհեռանաք Երուսաղեմից։ Մարդիկ հնարավոր է կհարցնեն, եպիսկոպոս, բայց հիմա ինչպես կարող եմ Երուսաղեմում լինել։ Իհարկե շատ կցանկանայի, բայց այդ հնարավորությունը չունեմ։ Եկեք միասին մտածենք իմ ընկերներ։ Երուսաղեմը Աստծո եկեղեցին է, եւ Երուսաղեմից չհեռանալը այն ժամանակ է, երբ մարդը հոգու մեջ է։ Եվ եթե հիշում եք, Հիսուսը 500 մարդկանց էր երևացել, բայց ընդամենը 120 մարդ ստացան Սուրբ Հոգուն, որովհետև ոչ բոլորը սպասեցին։ Նրանցից շատերը հեռացան Երուսաղեմից։ Եվ քանի դեռ դուք այդ անհանգստության եւ կասկածների մեջ եք գտնվում, ոչինչ չի ստացվի, որովհետև դուք հավատ ցույց չեք տալիս դրանով։ Հասկանում եք իմ ընկերներ, ուրեմն սպասեք, մի հեռացեք Երուսաղեմից։ Եթե դուք ամեն ինչ արել եք, ինչ որ դուք կարող եք, դուք արել եք։ Դուք մաքրվել եք, պատրաստել եք ձեզ։ Ուրեմն սպասեք իմ ընկերներ, եւ մի դադարեք այդ ամենը։ Մի հեռացեք Երուսաղեմից։ Եվ արդեն մնացածը Սուրբ Հոգու աշխատանքն է։ Միայն նա կարող է դա անել։ Եվ այդ ամենը կկատարվի ձեզ հետ հենց այսօր։ Եթե շատերի հետ այսօր չէ, ուրեմն վաղը։ Եթե ոչ վաղը, ուրեմն մյուս օրը։
Բայց վստահ եղեք, որ դա կկատարվի, եթե իհարկե դուք հավատում եք։ Եթե հավատում եք, դուք առանց Սուրբ Հոգու չեք մահանա։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մինչ մյուս հաղորդում իմ ընկերներ։